Վերջին օրերին եղանակային փոփոխական և հարաբերականորեն տաք պայմանների հետևանքով մեր շրջանում սկսվեց ծնհալքը, որը ցավոք իր հետ բերեց նաև ճանապարհային լուրջ խնդիրներ։ Ծնհալքից և կուտակված ջրերից հետո ճանապարհների ասֆալտապատ հատվածներում օր-օրի առաջանում են փոսեր ու ճաքեր, դժվար անցանելի դարձնելով երթևեկությունը։ Այս իրավիճակը մտահոգիչ է թե վարորդների և թե հետիոտների համար։ Փոսերը ոչ միայն վնասում են ավտոմեքենաները, այլև վտանգ են ստեղծում ճանապարհային անվտանգության համար։ Բնակիչները նշում են, որ հատկապես առավոտյան և երեկոյան ժամերին, երբ երթևեկությունն առավել ակտիվ է, խնդիրն ավելի զգալի է դառնում։ Բնակչությունը հույս է հայտնում, որ համապատասխան կառույցները շուտով կարձագանքեն և կձեռնարկեն անհրաժեշտ քայլեր ճանապարհները անվտանգ և անցանելի դարձնելու համար։ Մեր հիմնական բյուջեն ուղղված էր ենթակառույցների և սոցիալական ծրագրերի իրականացմանը։ Ենթակառույցը ամենամեծ, այսպես ասած, ուղղությունն էր մունիցիպալիտետի համար, որտեղ աշխատանքները առկա էին, մենք ունեինք, այսպես ասած, աշխատանքային բում բոլոր մեր մունիցիպալիտետի գրեթե գյուղերում։ Հիմնական աշխատանքները ուղղված էին ճանապարհային ենթակառույցի բարելավմանը, բարեկարգմանը, ունենանք այդ ճանապարհների բարեկարգման արդեն հարցը մունիցիպալ բյուջեից, իսկ դուք գիտեք, որ ճանապարհների ասֆալտապատումը այսպես ասած, մեծ ծավալ, մեծ գումար պահանջող նախագծերն են, որը իհարկե մունիցիպալ բյուջեից ֆինանսավորման համար կլինի, կարող է մեզ համար կլինի դժվարություն, բայց մենք կփորձենք գտնել ճանապարհներ, անելանելի վիճակ են և որոնց ասֆալտապատումը անպայման անհրաժեշտ է, որպեսզի բնակչությունը օգտվի էսթետիկ ճանապարհներով։